Ոսկին համարվում է թանկարժեք մետաղ, այս մետաղի ռեկորդային թանկացմանը զուգահեռ ոսկու շուկայում ասում են, ոսկին իսկապես ոսկու գին ունի։ Արմդուրի հետ զրույցում ոսկեվաճառները բարձրաձայնում են թանկացման հետևանքով առաջացած խնդիրների մասին։ Շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում այսօր առևտրի համար, ինքնարժեքը բարձրանալուց հետո մարդկանց համար անհասանելի է դառել ոսկի առնելը։ Ասենք հարսանիքներին 100 հոգուց 80-ը ոսկի էր առնում տարի, հիմա մի 2 հոգի են դա, որտեվ բոլորին հասանելի չէ ոսկի առնելը։ 1 գրամի արժեքը արդեն հասնում է $100, իսկ հարսանիքին մասնակիցները հազիվ $100 են, դա մի գրամանոց ապրանք չեն առնելու։ Դարել է ոսկին անհասանելի արդեն մարդկանց համար։ Իսկ ամենաշատ պահանջված ոսկին ո՞րն է, որ օրինակ գալիս են շուկա հենց դրա հետևից։ Հիմնական բարակ փոքր արժողությամբ ցեփերն ու բրանսները, որ հասանելի է մարդկանց, 1-ից 2-3 գրամանոց։ Դե ամուսնական կալցոները ստիպված են առնում, որտեղ որ ամուսնանում են ուզեն չուզեն, պետք է արդեն առեն, դա արդեն մարդկանց հասանելի լիճելի առնում են հիմնականում։ Իսկ օրինակ տեսանք, որ բոլորից տարբերվում են ձեր մոտի ապրանքները, ոսկուց գդալներ ունեք, կոպեկներ ունեք, դրանք ինչ արժեն։ Տարբեր գների կա, իրանք հնությունները մի քիչ ավելի թանկ են, քան նոր արտադրանքները, հայկական բոլոր կենտրոնական բանկի բանի հուշամ դրամներն են։ Հիմնականում դրանց արկու վաճառքն էլ է դադարել, որտեղ այն վաղ էլի որ էժաներ մարդիկ առնում էին, պահում էին։ Հիմա էլի նորից անհասանելի է դառել։ Նախկինում ոսկին կապիտալ համարողներն ըստ հարությունի հաճախ գումարները կուտակում էին եւ որպես կապիտալ գնում էին ոսկե մետաղադրամներ, սակայն թանկացման հետ զուգահեռ դրանք այլևս նման պահանջարկ չունեն։ Ասենք Վահան Տերյանը կենտրոնական բանկում 450,000 է, մենք 400,000-ով չենք կարող վաճառել։ 50,000 պակասած է արժեքը, բայց չի վաճառում, որտեվ գնողականություն չկա։ Օրինակ մետաղադրամները հիմնականում գնելու նպատակը ո՞րն է։ Որպես հարստություն, փողը խնայողական վերածում են ոսկու, որպես չի արժեքազրկում, ինքը միշտ որ մենք ասենք 30 տարի առաջ Նիկոլայ 5 ռուբլին արժեր դոլարով 40-50 $, հիմա արդեն $550, $600, 10 անգամ ինքը արժեքավորվել է։ Ով հետաքրքրում, որ իր փողը արժեքավորվում է, էլի։ Ոսկին միակ կապիտալն է, որ միշտ հանգանն է, չի էժանանում։ Ոսկու շուկայում տեղացի գնորդները քիչ են, ոսկեվաճառների հույսը տուրիստներն են, այն էլ սեզոնից սեզոն։ Առաջ շատ էին։ Դե արդեն մարդկանց գումարը չի երիկում ապրելու, էլ չեն կարողանում հետ գցնել, առաջ ավելանում էր առնում էին։ Հիմա դրսի հայերը, որ գալիս են, իրանք են հիմնականում գնում, այս սեզոնին էլ չկան իրանք։ Ամառն են հիմնականում գալի, իրանք այնտեղ խնայողած դրամները էլի վերածում են ոնց որ կապիտալ էլի պահում են։ Իրանք հետագայում որ պետք լինի, երբ ուզենան վաճառում են գումար է դառնում։ Այսինքն ոսկու վաճառքը դարձել է տուրիստական սեզոնի հետ հավասար, էլի, երբ լինում է տուրիստական սեզոնը, մեկ է նոր տարվա չեմին էլի որ հայերը ամբողջ աշխարհից հետ են գալի նոր տարի նշելու համար։ Այսինքն այս մի ամսվա ընթացքում գուցե էլի փոփոխություններ։ Հա։ Միշտ հիմնականում նոր տարվա դեմ առևտուրը նորից աշխուժանում է այդ դրսի հայերի շնորհիվ։